մարտական լիցքավորված։ Իսում է այս իր պատասխանը ավելի հիմնավոր կլինի իրան կալանավորելու, քան թե այն ձայնագրությունները, որոնք որ տարածվել են։ Գուցե ես հարցազրույցից հետո ինձ կտանեմ կալանավորելու, պատրաստ է բոլոր սցենարներին։ Կկալանավորեն մեզանից 10-ին 100-ը կավելանա։ Սամվել Կարապետյանը լինելու է նաև այն մարդկանց վարչապետը, ովքեր որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը հեշտ չի գնալու։ Այո, մեր թիմը գնալու է մինչև վերջ, գնում ենք բացարձակ հաղթանակի։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Եվ ուրախ եմ, որ ձեզ դեռ բերման չեն ենթարկել։ Շատ ճիշտ դիտարկում։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչները, համենայն դեպս դեռ անունը դա է, հա, իրավապահ են կոչվում։ Այդ համակարգի ներկայացուցիչները խուզարկություններ են իրականացրել Ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակում, բայց սա առաջին օրինակը չէ, հատկապես վերջին շրջանում, որոշակի միտում է նկատվում, ոչ միայն այդպիսով խաթարել համակարգի աշխատանքը որքան հնարավոր է, ոչ միայն վախ տարածել ներսում աջակիցների շրջանում, այլ նաև կարծեք թե կա միտում ավելի լայն հանրության շրջանում ինչ որ իմաստով հեղինակազրկել կուսակցությունը, դուք չունեք մտահոգություն, մտավախություն, որ սա ինչ որ չափով կարող է ունենալ հետևանք եւ չունեք մտավախություն, որ եթե այսպես շարունակվի, մինչեւ բուն քարոզարշավի մեկնարկը հնարավոր է, որ ձեր շարքերից նոր մարդկանց մեկուսացնեն, կալանավորեն, այդպիսով իսկապես զգալիորեն ազդելով քարոզարշավի որակի վրա։ Ես երևի թե կփոխարինեի այդ իրավապահ տերմինը նիկոլապահ տերմինով, որտեղ իրանք անում են Նիկոլի իշխանությունն են պահում, Նիկոլի աթոռն են պահում եւ ոչ իրավունքն ու օրենքը, որը որ պիտի լիներ Հայաստանում։ Գործողությունները մեզ համար ակնկալելի են, սպասելի են, այս իշխանությունները չունեն որևէ կարմիր լիցք, նրանք պատրաստ են իրենց աթոռը պահելու համար բոլոր քայլերին գնալ։ Այստեղ դա արդեն պարզ է, հա, այլ հարցը արդեն մենք ինչ ենք անում։ Նրանց գործելավոճը արդեն այս տարիների ընթացքում ես եւ դուք առնվազն լավ գիտենք, արդեն սովորել ենք մեր փորձից արդեն ելնելով անգամ, թե ինչ գործողությունների կարող են գնալ, Բաղրամյանում մարդկանց վրա կրակելով, վիրավորներ, կանայք եւ այլն, որտեղ այնտեղ էին եւ այլն։ Մենք Ուժեղ Հայաստան կուսակցությունը պատրաստ է բոլոր սցենարներին։ Պատրաստ է բոլոր սցենարներին, ունենալով մեկ նպատակ, ունենալ Ուժեղ Հայաստան։ Հավերություն, բոլոր սցենարները ասելով, դուք պատրաստ եք, որ առաջնորդող դեմքերին կարող են բերման ենթարկել, կալանքի տանել, ընդ որում ցանկացած պատճառ իրենք կարող են փաստորեն գտնել դրա համար եւ հիմնավորել։ Փորձը ցույց է տալիս, որ այնպիսի անհիմն ու անհեթեթ պատճառներ կարող են բերել, որ մարդու ծիծաղը կարող է գալ, բայց արդեն կարծես թե ուզում ենք լացել ոչ թե ծիծաղը, որովհետեւ Հայաստանի ապագայի մասին է խոսքը գնում։ Այո, մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, որովհետեւ արդեն 9 ամիս ավել է մեր կուսակցության ղեկավարը Սամվել Կարապետյանը գտնվում էր բանտային կալանքում, հետո տնային կալանքում, ձգված էր խոսքի ազատությունից, խոսքի իրավունքից, միայն վերջերս է որ հնարավորություն է ունեցել մարդկանց հետ շփվելու եւ հանրային խոսքով հանդես գալու։ Մեր ամենաառաջին դեմքը այսքան երկար ամիսների ընթացքում արդեն իսկ կրում է այս բոլոր զրկանքները։ Հետևաբար մեր ամբողջ թիմը պատրաստ է դրան, նրանք կկալանավորեն մեզանից 10-ին 100-ը կավելանա, որովհետև ժողովուրդի վերջը ուզում է փոփոխություններ, այսպես շարունակվել պարզապես հնարավոր չէ։ Ես բազմիցս եմ ասել, մինչև այս ամենը, այս տարիների ընթացքում, որ սա քաղաքական պայքար չէ, սա շատ պարզ ընտրություն է։ Մենք ուզում ենք ունենալ հայկական Հայաստան, թե ադրբեջանական Հայաստան, իսկ վերջին իրադարձությունները ինձ թվում է մենք դրանց կանդրադառնանք, խոսում են նրա մասին, որ այսօր Հայաստանում իշխանությունները փորձում են հաստատել ադրբեջանական
քաղաքական կարգեր։ Ադրբեջանից պատվիրակություն է եկել Հայաստան փոխվարչապետի մակարդակով եւ մինչեւ այս պահը որևէ պարզաբանում չկա այցի օրակարգի մասին, թեև մամուլը շրջանառում է տեղեկություններ։ Ցավալին այն է, որ ընթերցելիս կասկածի որևէ տեղիք չի տալիս, որովհետև անգամ ամենաանհավանական տեղեկությունը ցավոք այս տարիներին դարձել է իրականություն։ Մենք կարող ենք պատկերացնել մի 10 տարի առաջ, որ Արցախը հայաթափված կլիներ։ Չէինք կարող չպատկերացնել այդպիսի, ինչ որ մեկը ինձ ասեր 10 տարի առաջ, ասեմ, ըս մարդը ցնդել է, որովհետև ինչպես կարող է Հայաստանի մի մասը հայաթափվել։ Բայց տեսանք դա տեղի ունեցավ եւ շատ անկեղծանալով, ես տեսել եմ Արցախի անկումը։ Դրանից հետո ես այս իշխանություններից սպասում եմ ամեն ինչ։ Երբ որ մենք խոսում ենք 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցման օրակարգի մասին, գեթ մեկ պաշտոնյա չի հերքում, որ այս հարցը բանակցությունների սեղանին դրված է։ Եվ այսօր այդ 300,000 ադրբեջանցիներից առաջինը ժամանում է Հայաստան։ Սա այն ծրագրի մեկնարկն է, որ նրանք տվեցին, եւ դրան ի հակադարձ ուժեղ Հայաստան կուսակցությունը ասում է մենք առաջարկում ենք 300,000 աշխատատեղ հայերի համար, որպեսզի հայերը մնան մայր Հայաստանում, Հայաստանը լինի ուժեղ ու Հայաստանը լինի հայկական։ Գիտեք, սա ինձ համար պատվի հարց է, որովհետև Շահին Մուստաֆաևը այն երկրի ներկայացուցիչն է, որը որ իրականացրել է էթնիկ զտում մեր հայրենիքում, ով որ այսօր քանդում է հայկական եկեղեցիները Արցախում։ Ցանկացած հայի համար է ինձ թվում այդպիսին, եւ ես հույսով եմ, որ անգամ այս թոհուբոհի մեջ, որ ամեն օր մի նոր բան է տեղի ունենում, ժողովուրդը կարողանում է պահպանել ռացիոնալիզմի հատիկը եւ ընտրություններին իր ճիշտ որոշումը կայացնի։ Ուժեղ Հայաստանի դիրքորոշումը ի վերջո Արցախի հարցի վերաբերյալ ո՞րն է, որովհետև շատ հաճախ դա շահարկվում է այն տեսանկյունից, որ հստակ չէ ձեր դիրքորոշումը Արցախ վերադարձ լինելու է, ինչ ճանապարհով։ Այս հարցը Արցախ վերադարձի իսկական շատ է շահարկվում։ Եվ ես համոզված եմ, որ մի մասի կողմից էլ այսպես հատուկ է շահարկվում, իմանալով նախապես պատասխանը, իմանալով նախապես վտանգները, սպառնալիքները, հատուկ շրջանառության մեջ են դնում Արցախ անունը տակ պատերազմ է սկսվելու, կարծես թե Արցախի դրոշը տեսնեք պատերազմ է սկսվելու, այսպիսի շահարկումներ է լինում եւ դրան հակադարձվում է որոշակի մարդկանց մոտ, ինչ որ ռեակցիա է առաջանում դրա նկատմամբ։ Իրավացիորեն առաջանում է այդ ռեակցիան։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը միշտ էլ առաջնային է համարել ու համարում, դե նորաստեղծ կուսակցություն ենք, Արցախի հարցը, արցախահայերի հարցը։ Մեր կուսակցության ղեկավարը Սամվել Կարապետյանը միլիոնավոր ներդրումներ է արել Արցախում, անգամ 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ շատերը ապագա չէին տեսնում Արցախում, շատերը դուրս էին գալիս Արցախից, իրենց բիզնեսներն էին հանում Արցախից, Սամվել Կարապետյանը ներդրումներ էր անում Արցախում, որպեսզի արցախցին մնա այնտեղ, Արցախը մնա հայկական։ Տեսանք ինչ որ եղավ, Արցախը բռնի հայաթափվեց, այսօր կա պարտված Հայաստան, ինչքան էլ մենք էմոցիաների դաշտ մտնենք, չենք պարտվել եւ այլն, ես չկորցնելով ռացիոնալիզմի հատիկը, արձանագրում ենք, կա պարտված Հայաստան եւ կա ուժեղ ձիու վրա գտնվող Ադրբեջան։ Եվ այս պարագայում, եթե հնարավոր լիներ Արցախում մնալու, հավատացեք, 120,000 հայը դուրս չէր գա Արցախից, կմնային, հավատացեք։ Ուրեմն հնարավոր չէր Ալիևի իշխանության տակ մնալ Արցախում։ 10 հոգի մնացել էին, կարծեմ, դել չդիմացան ու տարբեր պատճառներով դուրս եկան։ Մենք ասում ենք, Ալիևի իշխանության տակ արցախցիները չեն կարող ապրել անվտանգ։ Սա իրականություն է, մենք սա արձանագրում ենք, ընդունում ենք որպես փաստ։ Իսկ այսօր Ադրբեջանում նախագահան Իլհամ Ալիևն է, մենք որևէ ներգործություն չեն կարող ունենալ Ադրբեջանի ներքին գործերի վրա։ Հիմա մեզ համար ռազմավարական կարևորության է, որպեսզի արցախցիները մնան մայր Հայաստանում։
Ամեն արցախցին, ով որ լքում է Մայր Հայաստան, ինձ համար անձնական ցավ է։ Մենք պետք է որպես հավաքական միավոր մնանք Մայր Հայաստանում, արժանապատիվ կյանքով այստեղ ապրենք, անգամ մենք նարկում ենք արցախցիների համար Երևանի մոտ 4 տարածքում կոմպակտ բնակեցման վայր կառուցվի բնակելի համալիր, որը որ թույլ կտա արցախցիներին պահպանել իրենց ենթամշակույթը, իրենց լեզուն։ Սա հավատացեք, որպես արցախցի եմ ասում, շատ կարևոր է մեզ համար։ Սա մեր այսօրվա իրականությունից ելնելով ստեղծված ծրագիրն է արցախցիների Մայր Հայաստանում մնալը եւ այսօրվա դրությամբ Արցախ վերադարձի անհնարինությունը։ Սա փաստ է, սա ինձ համար ցավ է, Արցախը իմ ցավն է ու բոլոր հայերի ցավն է։ Արցախցիների վերադարձի հարցը միշտ էլ մեզ համար օրակարգում լինելու է, որովհետեւ արցախցիները մարդու իրավունքների առհասարակ բոլոր հռչակագրերից, բոլոր նորմերից պետք է օգտվեն։ Մարդ իրավունք ունի ապրելու իր հայրենիքում, մարդ իրավունք ունի ապրելու իր ծննդավայրում։ Սրանք միջազգայինորեն բազմաթիվ հռչակագրերում ամրագրված փաստեր են։ Մենք ասում ենք, որ այսօր սա անհնար է, որպեսզի այս իշխանությունները անհնար է, որ իրանց առհասարակ անգամ Հայաստանի իշխանությունների պարագայում, մեր պարագայում մենք ասում ենք այնտեղ Ադրբեջանում իշխում է Ալիևը, եւ այս դիսբալանսն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պարտված եւ հաղթանակած երկու պետությունների հարաբերություններն են, արցախցիների վերադարձի մասին խոսելը մանիպուլյացիա է լինելու մեր զգացմունքների նկատմամբ։ Բոլորս էլ ուզում ենք վերադառնանք, բոլոր արցախցիներն էլ ուզում են վերադառնալ, բայց որ գա պահը հարցնենք, այս պայմաններում ինչ որ կա կվերադառնաք, եթե վերադառնալու լինեին, չէին դուրս գա։ Իդեպ այս դիսբալանսի պայմաններում, որի մասին դուք խոսեցիք, ընդգծեցիք, անգամ այս պայմաններում Հայաստանը ունի հնարավորություն իրացնելու իրավունքներ, այլ բան, որ այս իշխանությունը դրանից հրաժարվում է եւ քաղաքական կամք չի ցուցաբերում, ճիշտ հակառակը։ Վերջին օրինակը Արսեն Թորոսյանի դիրքորոշումը, որը հասկանալի է իշխանության դիրքորոշումն է Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ, իդեպ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանը պարտավորվում է օտար պետության տարածքում, եթե ենթադրենք Արցախը օտար պետություն է համարվում կամ Ադրբեջանի տարածք է համարվում, օտար պետության տարածքում Հայաստանը պարտավոր է պաշտպանել իր լեզուն, մշակույթը, պատմական ժառանգությունը։ Մինչդեռ երբ Արսեն Թորոսյանը ասում է, որ մենք նպատակահարմար չենք համարում այդ պաշտպանությունը իրականացնել, հարցը օրակարգ բերել, նշանակում է, որ իրենք կամայական վերաբերմունք ունեն երկրի մայր օրենքի նկատմամբ։ Իդեպ այդ կամայական վերաբերմունքը արտահայտվում է բազմաթիվ օրինակներում, այդ թվում քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում այն դրույթով, որը հակասահմանադրական է, կաթողիկոսին հեռացնելու։ Եվ սա որևէ հետևանք չի ունենում իրավական, որևէ հետևանք չի ունենում իշխանության համար, որովհետև դատական իշխանությունները իրենց ձեռքն են։ Հիմա ճիշտ պահն է անդրադառնալու Արթուր Ավանեսյանի հետ տեղի ունեցածին, լեգենդար հետախույզի հետ տեղի ունեցածին, 2 ամսյա կալանք եւ լեգենդար զինվորականը ի նշան բողոքի փաստորեն հացադուլ է հայտարարել։ Արթուր Ավանեսյանի հետ ես պատիվ եմ ունեցել աշխատելու այս մի քանի ամսվա ընթացքում, երբ որ նա միացավ մեր թիմին, հավատացեք այն ձայնագրությունները, որ տարածվել են արցախյան բարբառով, պարզապես այնքան են անհեթեթ, այնքան են անհիմն, որ ինձ թվում է, երբ որ պարոն Արթուր Ավանեսյանին հարցնում ենք, միշտ է այդպես լինում, երբ որ հարցնում էինք դուք ինչպես եք, պարոն Ավանեսյան, միշտ պատասխանում էր մարտական լիցքավորված։ Իսում է այս իր պատասխանը ավելի հիմնավոր կլինի իրան կալանավորելու, քան թե այն ձայնագրությունները, որոնք որ տարածվել են։ Եվ այսօր էլ մենք մեր թիմում իրեն միշտ sense հիշում ենք, մենք այս քանի օր անդադ իրենով ապրում ենք ու ով որ հարցնում է ինչպես ես, պատասխանում ենք մարտական լիցքավորված, եւ չգիտեմ գուցե սա իմ վերջին հարցազրույցը կլինի, եթե ես նույնպես ասում եմ մարտական լիցքավորված եմ, գուցե ես հարցազրույցից հետո ինձ կտանեն կալանավորելու, բայց սա այն իրականությունն է, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը
Սա ոչ ինչպես նշեցիք, ոչ առաջին, ոչ վերջին օրենքի խախտումներն են։ Նա հայտարարում էր դատարանների դռները փակելու մասին, աշխատանքը պարալիզացնելու, նա դատավորներին ամենավերջին բարերով էր նկարագրում, պատերի տակ նստացող, այնպես որ այսպես է շարունակվելու է, այսպես է լինելու է, եթե այս իշխանությունները մնան։ Դրա համար մենք ասում ենք, որ փոփոխություններ են պետք այս երկրում։ Սրա շարունակությունը արդեն Հայաստանի որպես հայկական պետության չգոյությունն է։ Տեսեք ինչպես էր, չէ՞, սկզբում 2018 թվականին նա հայտարարում էր, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Այսօր հասանք նրան, որ հազարամյա պատմություն ունեցող Հայաստանը, Հայաստանի ապագան կախված է Նիկոլ Փաշինյանից, որովհետև ինքը ասում է, եթե ես Հայաստանը չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, այսինքն մենք հասել ենք արդեն այն օրվան, որ այս մարդը այդքան բարձրացնում է խաղադրույքները ու նա այս պայքարի համար, իր աթոռի համար, ինչպես նշեցի, որևէ կարմիր գիծ չի տեսնելու եւ այսօր Հայաստանյան բանտում է գտնվում լեգենդար հերոսը, ով որ հացադուլ է անում, ընդամենը մի քանի ամիս առաջ էլ Ադրբեջանում հացադուլ էր անում Ռուբեն Վարդանյանը։ Այս երկու ղեկավարները համակցված, զուգակցված գործողություններ են վարում եւ այսօր արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը բերում է ադրբեջանական կարգերը Հայաստանում հաստատելու։ Ինձ թվում է Կանդազի կալանավորումից ամենաշատը ուրախացել է Նիկոլ Փաշինյանը եւ Ալիևը։ Ու հարցը ով է ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը ամենայն դեպս անկեղծ է այնքանով, որ ձեզ համարում է թշնամի եւ ոչ քաղաքական հակառակորդ։ Ձեր կողմից կարծեք թե այլ դիրքավորում կա։ Դուք ասում եք, որ մենք թշնամիներ չունենք։ Համարժեք է ձեր պայքարը նրան, ինչ առաջարկում է եւ ինչ պարտադրում է Նիկոլ Փաշինյանը։ Շատ նուրբ է այն եզրը, որը որ դու կամ պիտի անցնես կամ չէ։ Հավատացեք, շատ դժվար է չտրվել այդ սադրանքներին, նույն փողոցային մակարդակով չպատասխանել նրանց, բայց Սամվել Կարապետյանը լինելու է նաև այն մարդկանց վարչապետը, ովքեր որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին։ Մենք սա պահում ենք մեր մտքում, մենք ուզում ենք, որ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ այս բարոյականության անկումը գալիս է վերևից եւ երբ որ վարչապետը այնպիսի բառապաշար է օգտագործում, հետո ասում է ինչու կանեք դուք նեղվեցիք, որ ես այդպիսի բառ ասացի ձեր կողքին։ Այո, նեղվում ենք, չենք ուզում, որ մենք այդպիսի բառեր լսենք։ Մենք ուզում ենք, որ մեր վարչապետը այդպիսի բառեր չասի։ Եվ ես համոզված եմ, որ անգամ այն մարդիկ, ովքեր որ ընտրելու են, իսկ դրանք լինելու են բնականաբար, մենք շատ իրատես ենք, ովքեր որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին, հասկանան, որ Սամվել Կարապետյանը այն ղեկավարն է լինելու, ով երբեք իրեն թույլ չի տալու նման կարմիր գծերի հատում, անգամ այս դժվար վիճակում 9 ամիս լինելով կալանավորված, տնային կալանք եւ այլն, ինքը երբեք կարմիր գիծ չի հատել։ Ու մենք ունենք հստակ հրահանգ ամենավերևից Սամվել Կարապետյանից որևէ կարմիր գիծ չհատել, ու մենք պահելու ենք սա։ Հենց սրանով էլ Նարեկ Կարապետյանը նոր մշակույթ է թելադրում Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Համաներումը դրա տրամաբանության մեջ դիտարկել, համենայն դեպս հայտարարել եք, որ իշխանության գալուն պես Հայաստանում կլինի համաներում։ Բացեմ փակագծերը, իրականում այս հարցին եկանք առաջնային քննարկելով քաղաքական բանտարկյալների հարցը Հայաստանում։ Այն որ այսօր Հայաստանում արկա են քաղաքական բանտարկյալներ, աներկբա է։ Բագրատ Սրբազանը, մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ այլն։ Սկզբից այս հարցով սկսեցինք քննարկել քաղաքական բանտարկյալների եւ մեր իրավաբանների հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ համաներումը պետք է ընդհանուր ոչ միայն քաղաքական բանտարկյալների մասով, այլ նաեւ այն մարդիկ, ովքեր որ այլ հանցակազմով են դատապարտված տարբեր տարիների ազատազրկման, մեծ համաձայնեք, սա խիտ զգայուն հարց է։ Շատ զգայուն հարց է, դրա համար ես այս մասը կթողնեմ մեր իրավաբաններին, ովքեր որ կարող են հստակ պատասխանել տալ, թե ինչպես է դա իրականացվելու, ինչ գործիքակազմով, բայց
մեկնարկը ու առաջին պահանջը սրա եղել է հենց քաղաքական բանտարկյալների Հայաստանում վերացման պահանջը, որ Հայաստանում Սամվել Կարապետյանի օրոք չլինի քաղաքական հետապնդում այլակարծության համար։ Կա գիտակցում, որ մեծ պատասխանատվություն է ձեր ուսերին, հաշվի առնելով Հայաստանում իշխանափոխության նախորդ ձախողված փորձերը։ Ես տեսնում եմ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց շրջանում այդ օրինակ խոսակցություններ, որ եթե հանկարծ սա էլ չստացվի, չեմ էլ ուզում շարունակել, հասկանալի է։ Այդ հանկարծ չստացվելու ձևակերպման եւ դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը դուք զգում եք եւ ըստ այդմ հաշվի առնում եք նախորդ բոլոր թերությունները, հատկապես ես տեսնում եմ քննադատություններ քարոզչական դաշտում ձեր բաց թողումների, ընտրած գործելավոճի, ավելի լայն մասսաներին հասնելու գործիքակազմի որոշակի թերացման։ Այս բոլորը դուք հաշվի առնում եք։ Գալով վերջից, ավելի լայն մասաներին հասանելի դառնալու մեր ծրագրերը ներկայացնելու, արդեն երևի շուրջ մի ամիս կլինի, մի քիչ ավելի քիչ, մեր բոլոր անդամները ամենավերևի ցուցակի ամենաառաջինից սկսած Նարեկ Կարապետյանից սկսած մինչև ամենավերջինները ամեն օր այցել են իրականացնում Հայաստանի ամենատարբեր մարզեր, ամենափոքր գյուղեր։ Ես ինքս շատ չեմ կարողանում մասնակցել, բայց ինքս նույնպես գնում եմ տարբեր մարզեր, ու կոնկրետ մարզ, տարբեր այդ գյուղերը, քաղաքներ, որպեսզի նաև այս սոցիալական հարթակներից դուրս մարդկանց հետ իրական շփումների արդյունքում կարողանանք ունենալ ռեալ պատկերը հողի վրա։ Մենք այս գործիքակազմը ավելացրեցինք մեր գործողությունների մեջ։ Մենք նաև մեր անդամներով փորձում ենք հնարավորինս ակտիվ լինել նաև մեդիա դաշտում, կարևորելով նաև այս դաշտում ակտիվ լինելը, որովհետև ամեն դեպքում իշխանության մոտ լծակները շատ ավելին են, վերահսկողությունը շատ ավելի է, միջամտությունը ընտրական գործընթացներին ակնհայտ է, անգամ այն փաստը ամեն շաբաթ մենք սպասում ենք, թե ով է լինելու կալանավորված մեր թիմից։ Հավատացեք, դու ինքներդ գիտեմ, որ համոզված եք, որ Նիկոլ Փաշինյանը հեշտ չի գնալու։ Նա բոլոր գործիքակազմերը կիրառելու է եւ գուցե պատասխանատվություն վերցնեմ նաև ասեմ, եթե մեկ այլ ուժ լիներ մեր փոխարեն, երևի չէր ունենա նույն դիրքավորումը այսօր, այս բռնաճնշումների հետևանքով, ինչ որ մենք ունենք այսօր։ Այսինքն մեր դիմադրողականությունը բավական բարձր է այն բռնաճնշումների, որ իրանք իրականացնում են մեր նկատմամբ։ Մենք հաշվի ենք առնում բոլոր բաց թողումները, մենք հաշվի ենք առնում, մենք ամեն անգամ վերլուծում ենք, այսպես կարող է ավելի լավ լինել, այնպես կա մեր թույլ եւ ուժեղ կողմերը, բայց ուզում եմ ասել, որ հենց բերելով օրինակը մեր մարզային այցելությունների, որոնք հաճախ նաեւ չենք լուսաբանում, որովհետեւ մարդիկ իսկականից կա վախի մթնոլորտ Հայաստանում։ Մարդիկ կամերաների առաջ կարող է նույն բանը չասի, ինչ որ կամերաները անջատած։ Իսկ մեզ համար կարևոր է մարդկանց հետ պարզ շփումները։ Մեր այդ օրինակ այդ մարզային այցելությունները մենք շատ հաճախ չենք էլ լուսաբանում։ Եվ այլ գործիքակազմեր կան, որ մենք կիրառում ենք, որոնք որ չենք ոչ թե գաղտնի, այլ պարզապես չենք լուսաբանում դրանց, որովհետև կարծում ենք, որ կամերաները այս պարագայում ավելի շատ խանգարում են, քան թե օգնում են։ Այնպես որ նախորդ տարիների փորձերն էլ ենք, ընդդիմության կազմակերպած տարբեր շարժումների, միջոցառումների հաշվի առնում, մեր թիմում կան տարբեր անցյալով մարդիկ, ովքեր որ անմիջապես ներգրաված էին նաև այդ ընդդիմադիր շարժումների մեջ, կազմակերպչական աշխատանքներում, կան այնպիսի մարդիկ, որ երբևէ չեն մասնակցել եւ այլն, այսինքն այսպիսի թիմով տարբեր անցյալով մենք փորձում ենք այդ դասերը հաշվի առնել։ Եվ վերջում, մարզային այցերի մասին խոսեցիք, վերջերս Հրազդանում ելույթ ունեցաք եւ նշեցիք այնինչ քիչ առաջ մոտավորապես նույն ձևակերպմամբ ասացիք, որ իշխանությունը հեշտ չի հանձնվելու, որ դուք բարդ ճանապարհ եք ընտրել, բայց դուք էլ մինչև վերջ եք գնալու։ Կարևոր է ոչ միայն ընտրության օրը մարդկանց ընտրատեղամասեր տանելը, այլ նաև շատ կարևոր է մարդկանց քվեները պաշտպանելը։
եւ հնարավոր հաղթանակը փողոցում պաշտպանելը։ Դուք հունիսի 7-ից հետո վատագույն սցենարներին պատրաստ եք։ Ես նշել եմ նաև մի փոքր առաջ, մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Մենք ունենք մեր սեղանին դրած բոլոր սցենարները, Վատագույններն։ բոլոր սցենարներին պատրաստ ենք, բայց գնում ենք բացարձակ հաղթանակի ու հիմնավորված բացարձակ հաղթանակի։ Եթե ուշադրություն դարձնեք, օրինակ մենք մոտ 2 ամիս առաջ, գուցե 1 ամիս մի քիչ ավել առաջ չէինք խոսում բացարձակ հաղթանակի մասին, որտեղ դրա մենք աշխատանք ունեինք անելու սրա մասին խոսելու։ Այսօր արդեն մեր թիմով կարողանում ենք տեսնելով հստակ թվեր, մենք թիմով կարողանում ենք խոսել բացարձակ հաղթանակի հնարավորության մասին։ Իսկ երբ որ ես ասում եմ գնալու ենք մինչև վերջ, այո, մեր թիմը գնալու է մինչև վերջ ու վերջը լավ է լինելու, իսկ եթե լավ չէ, ուրեմն դա դեռ վերջը չէ։ Սոցհարցումներ ունեք, որոնք դեռ չեք հրապարակել եւ ըստ այդ սոցհարցումների դուք ունեք առավելություն, ճիշտ եմ հասկանում։ Մենք բոլոր գործիքակազմերը օգտագործում ենք, որպեսզի ռեալ պատկերը հասկանանք բնակչության Հայաստանում հասարակության տրամադրությունների եւ այդ գործիքակազմերը մեզ հնարավորություն են տալիս գնալ դեպի բացարձակ հաղթանակ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։